23 տարի առաջ ազատագրվեց հայոց աշխարհի ավանդական քաղաքներից մեկը՝ Շուշին։ Մենք նոր պատմություն ենք մտել ավանդական քաղաքներով։ Գրականության մեջ դրանք կոչվում են գավառական քաղաքներ, բայց գավառը ամբողջ Հայաստանը։ Իմ նախորդ զրույցներից մեկում ես ասացի, որ մշակութային կենտրոնները հայ բնաշխարհից դուրս են եղել Թիֆլիս և Պոլիս։ Մնացած քաղաքները կոչվել են գավառական քաղաքներ։ Բայց դրանք մեր բուն քաղաքներն են անցյալից ավանդված։ Եթե բացում ենք Նոր Հայկազյան բառարանը, կարդում գավառ ինչ է նշանակում, հայրենի երկիր, որտեղ բնակվում է ազգը։ Այդ գավառական քաղաքներն են Վանը, Կարինը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան և ամենավերջում Երևանը։ Ամենավերջում, բայց ոչ ամենափոքրը։ Ես խոսում եմ այս քաղաքների մշակութային նշանակության մասին և այսօր կանգ եմ առնում Շուշիի վրա։ Քաղաքակիրթ հորջորջվող երկրներից արդյոք քանիսը կարող են ցույց տալ բնության հետ այսպես ներդաշնակ գոյատևելու օրինակ։ Արցախցին այդ բնության մեջ նաև քաղաք կառուցեց, կոչելով այն Շուշի, և Անդրկովկասում իր ժամանակին 3 ամենախոշոր մշակութային և տնտեսական կենտրոններից հանդիսացող այս քաղաք-ամրոցը, որ նրան պաշտպանում էր շարունակ աչքը ավետելուն գցած թշնամի և վայրագ շրջապատից, նույնպես չխախտեց բնության համամասնությունը։ Քաղաքը վերխոյացավ իբրև բնության կամքով արարված մի կերտվածք։ 1847 թվականին Շուշին պաշտոնապես ճանաչվեց որպես քաղաք և սկսեց բուռն կերպվաճել։ Բոլոր քաղաքացիական հասարակական շինությունները և եկեղեցիները կառուցվեցին հայ ճարտարապետության ավանդներով։ Մի խոսքով, հայկական Շուշին, ինչպես գրել է Մարետա Շահինյանը, դարձավ որպես եվրոպական մի հավելված ասիական միջավայրում։ Հնից ավանդված և նոր ժամանակներում որպես կատարյալ քաղաք իր տեսակի մեջ, արհեստավորական, առևտրական և մշակութային քաղաք։ Եթե խորին պատմությանը նայենք, կանգ կառնենք 9-րդ դարի վրա, երբ Սահլ Սմբատյանը ազատագրեց Շուշին արաբներից։ Շուշիի հետագա պատմության մեջ ազատագրական կռիվներ շատ կան, և հիմնականում սա սկսվել է 1890-ական թվականներից, երբ Ղարաբաղը, մասնավորապես Շուշին, եղել է թուրք-պարսկական պատերազմների ասպարեզ։ Հետագայում էլ Շուշիի բերդի դերը շատ մեծ է, որ կոչվել է Քարագլուխ, Քարագլուխ Սղնախ, Քար, Շոշ և նման անուններով, և սա բուն պաշտպանական ամրոցն է եղել, այդպիսին եղավ նաև 23 տարի առաջ, և Շուշին ազատագրվեց։ Այսօր ես ուզում եմ խոսել Շուշիի թատրոնի մասին, բայց մինչ թատրոնը հիշենք, որ Շուշին 1805 թվին ռուսական կայսրության մեջ էր, ռուսական կայսրության մեջ մտավ։ Դրանից հետո 21 տարի հետո հարձակում եղավ և այստեղ ազատագրական պատերազմ գնաց իսկապես, Շուշին նորից ազատագրվեց հերոսաբար։
Գալիս կանգ ենք առնում 1865 թվի վրա։ Շուշիի թատրոնի պատմության սկիզբը այստեղ է, ինչպես հասկանանք։ Մինչև 1865 թիվը Հայաստանի քաղաքներում, նկատի ունեմ այս ավանդական քաղաքները, թատրոն կարելի ասել չկար։ 65 թվից սկսվեց Ալեքսանդրապոլի թատրոնի պատմությունը, նույն 65 թվից Երևանի, մի քանի տարի առաջ 62 թիվ Վանի թատրոնը, այսպես հետո Ախալցխայի և այս նույն շրջանում նաև Շուշիի։ Դա սկսվեց Գևորգ Չմշկյանով։ 1865 թվի ամռանը Գևորգ Չմշկյանը, Միջդատ Ամերիկյանը և Սեդրակ Մանդինյանը ֆուրգոնով դեկորները բարձած դուրս են գալիս շրջելու հայ գավառները։ Երևանում ոչ մի տեղ չեն գտնում ներկայացման համար թեմական դպրոցի դահլիճում, ոչ թե դահլիճում, երկու դասարան միացնում են իրար, սա Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ է եղել, այստեղ են ներկայացումներ տալիս։ Դրանից հետո Ալեքսանդրապոլ, 65 թվին այս նույն ժամանակ Չմշկյանը, Ամերիկյանը և Մանդինյանը ֆուրգոնով մտնում են Շուշի։ Իր հիշատակարանում Չմշկյանը պատմում է, որ զարմանքով մեզ դիմավորեցին բնակիչները, փողոցում հարցնում էին, ասում է, թե ինչ մարդիկ են, ասում էին, ինչ չեմ գիտում, և ասում որոշեցին, ասացին սրանք ջամբազներ են, և մենք ասում եմ մտանք Շուշի, էկվիլիբրիստական արվեստի վսեմ կոչումը մեր ճակատներին։ Մնում են այստեղ ամիս և ավել տալիս ներկայացումներ, հավաքելով տեղի սիրողներին, իսկ տեղում սիրողներ կային, որովհետև 1838 թվին բացվել էր Շուշիի թեմական դպրոցը, ուրեմն թեմական դպրոցն ավարտած մարդիկ կային այստեղ և թեմական դպրոցի ուսուցիչներ կային, հետագայում հիշեմ, որ այստեղ ուսուցչություն են արել Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Լևոն Մանվելյանը։ Մի խոսքով, թեմական դպրոցն ավարտած երիտասարդների հետ Չմշկյանը կազմակերպում է ներկայացումներ, խաղում են Վարդանանց պատերազմ, Սամել, Շուշանիկ, Վարդանանց պատերազմը և Շուշանիկը, սրանք սրբախոսական պիեսներ են, Շուշանիկը գիտենք Վարդան Մամիկոնյանի դուստրն էր, և հանդիսատեսն ընդունում է բացառիկ ոգևորությամբ։ Թատրոն նրանք չէին տեսել։ Եվ ահա տեսնում են, որ բեմից ասում են կեցցե Վարդան, և հանդիսատեսով ոտքի է կանգնում, ասում կեցցե Վարդան։ Վարդան Մամիկոնյանն ասում է օնան դր տղայք, դահլիճը ձայնակցում է սրան օնան դր տղայք և կարծում է, որ արդեն դուրս են գալու կռվի։ Իրականությունը և պայմանականությունը շփոթվում են։ Դերասանները դուրս են գալիս ներկայացումից և նրանց ուղեկցում է հանդիսատեսը բարձրաձայն աղաղակելով կեցցե Վարդան Մամիկոնյան։ Բացատրում են, որ սա Վարդան Մամիկոնյանը չի, Գևորգ Չմշկյանն է, Միջդատ Ամերիկյանը, այս անգամ սրանք բացականչում են կեցցե Չմշկյան Վարդան Մամիկոնյան։ Խնջույքներ են տեղի ունենում, օրը մեկի տանը, մյուս օրը մյուսի տանը, այսպես խնջույքների ժամանակ կենացներ, ճառեր են արտասանում, և շատ հետաքրքիր է այստեղ Գևորգ Չմշկյանի պատմածը մի թուրքի մասին, որը խնջույքների մասնակիցն էր, այսպես ասած տեղի պատվավոր քաղաքացիներից կրթված թուրք էր նա, անունը ես չգիտեմ, անունը գրված չի Չմշկյանի հիշատակարանում, ասում են ասաց, ես կարծում եմ, որ մեր հայ եղբայրները վերադառնալով գնալով Շուշիից իրենց հետ կտանեն, ասում է, այն գաղափարը, որ հայերն ու թուրքերը եղբայրներ են և պետք է մոռանալ անցյալում կատարված որոշ անհամաձայնություններ, այսպես էլ գրված է, որոշ անհամաձայնություններ։ Ադրբեջանցի և Ադրբեջան բառերն այդ ժամանակ չկային։ Դա հետո հորինվեց, դա սովետական հորինվածք էր, այդ անունը դրվեց
Իրանի Ատրպատականի անունը բերին Կովկասյան թուրքերի վրա, իսկ ժամանակին նրանք իրենց անվանում էին թուրք։ Եվ թուրքն ասում էր, որ մենք եղբայրներ ենք ու կմոռանանք մեր մեջ եղած անցյալի անհամաձայնությունները։ Այո, ասվում է անհամաձայնություններ եւ եղբայրություն, մենք եղբայրներ ենք։ Իրականում այդ մարդիկ թուրքերի եղբայրներն էին, իրենց իսկական եղբայրների եղբայրներն էին եւ շատ լավ գիտեին, թե այնտեղ Թուրքիայում ինչ պայմաններում է հայը։ Եվ այս խոսքերն ասվում էին ժպիտով, բաժակաճառերով։ Սրան ասում են թուրքական դիվանագիտություն։ Դա շատ պարզունակ, պրիմիտիվ դիվանագիտություն է, ժպտալ եւ հայտարարել եղբայր։ Շատ պարզունակ դիվանագիտություն եւ ամենավտանգավորը այդ ժպիտն է։ Եթե նա վրդովում է, զայրանում է, չարանում է, այդքան վտանգավոր չէ։ Վտանգավորը այդ ժպիտն է եւ եղբայր բառը։ Այն բառը, որն արգելվեց 1877-78 թվերի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եւ եղբայր բառն արտասանողին Թուրքիայում տեղն ու տեղը բանտ էին դնում։ Ահա, այս բառն արգելված էր այնտեղ եւ Շուշիի թուրքն ասում էր մենք եղբայրներ ենք։ Այս ներկայացումներն ավարտելուց հետո Շուշիում կազմակերպվում է սիրողական դպրոցական թատերախումբ, բայց կարելի է ասել Շուշիի թատրոնի պատմությունը սկսվում է 1881-82 թվերից։ Հիշեցնեմ, որ 81 թվին Շուշիում բացվեց ռեալական դպրոցը, 38 թվին թեմական դպրոցն էր, որը հայկական էր, 81 թվի ռեալական դպրոցը ռուսական դպրոց էր։ 82 թվին Շուշիում ելույթ է ունենում Պետրոս Ադամյանը Համլետով, Կորադոյով, Քինով, իր դասական խաղացանկով։ Բայց ես հիշեցնեմ, որ այդ ժամանակ Շուշիում արդեն կար քաղաքային ակումբ, այդ ակումբը կառուցվել էր 1873 թվին, դա կառուցել էր իր միջոցներով Մկրտիչ Խանդամիրյանը, եւ հետագայում այդ ակումբը կոչվեց Խանդամիրյան թատրոն։ Դեռ դա ակումբ էր։ Ադամյանին դիմավորում են հեծյալներ, 27 երիտասարդ հեծյալ դիմավորում են Ադամյանին, Ադամյանը զարմանում է, թե դիմավորելու ինչ ձև էր սա, եւ նրան հեծելախմբով ուղեկցում են քաղաք։ Բայց ներկայացման օրը Ադամյանը նկատում է, որ դահլիճում պակաս տեղեր կան։ Հեծյալներով եկել են, լսել էր այն խնջույքների մասին, թե ինչպես էին ընդունել Չմշկյանին եւ Ամերիկյանին, եւ հա տեսնում է դահլիճում ազատ տեղեր։ Եվ որպես դերասան Ադամյանը շատ պատվախնդիր էր, նրա համար անսովոր էր, որ պետք է բեմ դուրս գա եւ դահլիճում ազատ տեղեր տեսնի։ Ասում է ինչու չեն եկել, ձիերով եկան ինձ դիմավորելու այնտեղ, թող էշ նստեին, գային թատրոն։ Ավելի լավ էր, ասում է, թատրոն գային, քան ինձ հեծյալ դիմավորեին այնտեղ։ Ադամյանին ընդունում են ոչ որպես Համլետի դերակատար։ Դա անհասկանալի էր։ Շուշիի հանդիսատեսը, ավելի ճիշտ Շուշիի հասարակությունը, ուզում է պարզել, թե ով է Ադամյանը որպես հայ։ Իսկ դա շատ պարզ էր Ադամյանի համար։ Նա արտասանում է Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությունները, թե իմալևոր հերքս սևնային, հիմի էլ լռենք եւ այլն եւ այլն, եւ հասարակությունն ընդունում է բուռն ծափահարություններով, նրան այս էր պետք։ Այն ժամանակ, երբ Չմշկյանը Վարդան Մամիկոնյան էր ներկայացնում, մարդիկ մտածում էին, որ եթե բեմից արտասանվում են այսպիսի խոսքեր, եթե բեմում երևում է հայ զորավար, ուրեմն լինելու բան է։ Այսինքն նրանք դերասանին ընդունում են որպես պատգամախոս, որպես պատգամաբեր, եթե բեմից ասվեց, ուրեմն կլինի, եւ այստեղ Ադամյանին նույնպես ընդունում են որպես
պատգամախոս, հայկական հարցի ժամանակն է սա, հուսահատության և հիասթափության ժամանակը հայ ժողովրդի, հիշենք Բերլինի կոնգրեսը, 61-րդ հոդվածը, Խրիման հայրիկի պատվիրակությունը և այս տրամադրությամբ հանդիսատեսը Ադամյանին ընդունում է այսպես ու պարզում, որ նա իր գաղափարակիցն է հայոց հարցի կրողը։ Հետագայում 90-ական թվականները կարելի է համարել Շուշիի թատրոնի ծաղկման շրջանը։ 1891 թվին Մկրտիչ Խանդամիրյանը վերակառուցում է քաղաքային ակումբը, հարմարեցնում, դարձնում իսկապես թատրոնի շենք, կուլիսային տարածությամբ, բեմական խորք, օթյակներ, 350 տեղ և այսուհետև 91 թվից հետո այդ շենքը կոչվեց Խանդամիրյանի թատրոն։ Խանդամիրյանի թատրոնում 90-ական թվականներին ելույթ է ունենում Գևորգ Պետրոսյանի ղեկավարությամբ եկած խումբը։ Եվ այստեղ էին արդեն առաջատար դերասանները Թիֆլիսի և Բաքվի հայկական խմբերի, առաջին հերթին Թիֆլիսի թատերախմբի առաջատարները Գևորգ Պետրոսյանի ղեկավարությամբ։ Այդտեղ էր Մարիզաբելը, Փարանձեմը, սրանք առաջատար դերասանուհիներ էին այն ժամանակ։ Դրան է միանում հետագայում Գրիգոր Ավետյանը, Արամ Վրույրը, այստեղ առանձին խմբով ելույթներ են ունենում Ստեփան և Ալմա Սաֆրազյանները, որոնք շրջում էին ամբողջ բոլոր գավառներում, բոլոր հայկական քաղաքներում, որտեղ կար դպրոց, որտեղ կար եկեղեցի, այդտեղ կարող էր լինել նաև թատրոն։ 90-ական թվականներն ասացի ծաղկման շրջանն է և Շուշիի Խանդամիրյանի թատրոնը դառնում է գաստրոլային կենտրոն։ Նկատենք, որ այստեղ ավելի շատ էին գալիս, քան ասենք Երևան։ Կենտրոններն էին մեկ Ալեքսանդրապոլը և մյուսը Շուշին, երրորդը Աղալցխան։ Վանը արդեն ընկնում էր ետ, Վանը սկսել էր ավելի շուտ, Կարինում նույնպես ներկայացումներ են լինում Մարկոս Աղաբեկյանի ղեկավարությամբ և խաղացանկը դասական է։ Այստեղ ներկայացվում են Օթելլոն, Դյումայի քինը, Ջակոմետտիի ոճրագործի ընտանիքը, 1891 թվին Խանդամիրյանի թատրոնի բացումը սկսվում է Մուրացանի Ռուզանով։ Մուրացանը 27 տարեկան էր, այդ նույն ժամանակ Ռուզանը խաղացվում էր նաև Թիֆլիսի բեմում։ 60-ական թվականներից սկսած Շուշիում հրատարակվում էր Հայկական աշխարհը, 80-ականից Գործը, թատրոնի համար հետագայում գրվեցին, տեղում էլ գրվեցին պիեսներ, երկու պիես կար, որոնք շատ էին կրկնում տեղի թատերասերները, մեկը Կարապետ Մելիք Շահնազարյանի Տմբլաչի Խաչանն էր, և մյուսը Տիգրան Նազարյանի դարձյալ բարբառով գրված Ջիպոտոտ Քոլատ կտրի կոմեդիան։ Սրանք երկար ժամանակ մնացին Շուշիի թատրոնի խաղացանկում և ոչ միայն Շուշիի թատրոնի, դրանք նույնիսկ դուրս եկան Երևանում էլ խաղացվեցին, Թիֆլիսում էլ խաղացվեցին։ Հետագայում Շուշիի դերը շատ մեծ եղավ հայ մշակութային կյանքում։ Հիշենք, թե ովքեր էին այստեղ դասավանդում։ Շուշիում են ծնվել կոմպոզիտորներ Ստեփան Դեմուրյանը, Դանիել Ղազարյանը, նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը, հետագայում Շուշիի թատրոնով ներշնչված հայ բեմ է մտել, մայրաքաղաքային բեմ Վաղարշ Վաղարշյանը։ Ինչ եղավ Շուշիի վերջը։ Շուշիի համար ողբերգական էր 1920 թիվը, 20 թվի մարտը։ Խորհրդային իշխանության օրոք Կրեմլի գիտությամբ
կամ լռությամբ, ես չգիտեմ ինչպես ասեմ, Շուշին հարձակման ենթարկվեց և հրդեհի մատնվեց։ 35,000 զոհ եղավ այստեղ։ Սա կատարյալ եղերն էր, 35,000 և լռություն։ Կրեմլյան ղեկավարներից միայն մեկ մարդ, Սերգո Օրջոնիկիձեն, դատապարտեց այս երևույթը, բայց պետականորեն լռության մատնվեց այս վիճակը։ Իսկ հետո մենք արդեն շատ լավ գիտենք, Շուշին հանձնվեց կովկասյան թուրքերին, բայց Շուշիի հիշատակը մնաց այնտեղից դուրս եկած մտավորականների մտքում և ամեն խոսակցության մեջ։ Շուշին միշտ հիշում էր Աշոտ Հովհաննիսյանը, միշտ հիշում էր Շուշին Վաղարշյանը և նրանք, ովքեր ծնվել էին այդտեղ, ովքեր այդտեղի մշակութային ավանդության կրողն էին այսպես կամ այնպես։